Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն նորից եթերում է, Փակ TV-ն, որը ինչպես միշտ իր երկրպագուների հետ է։ Եվ քանի որ օրինակ Կիրակի է, դուք հասկանում եք, որ այսօր մեր տաղավարում իհարկե ավանդաբար հյուրընկալել ենք մեր մշտական հյուրին Կիրակնորյա Աստղաբան Օգեման Լուսիա Հակոբյանն է մեր տաղավարում։ Բարև ձեզ։ Օրը բարի լինի, առողջ տեսնենք իրար։ Այո, Տիկին Լուսիայից ուրախ եմ ձեր հերթական այսպես լավ տրամադրվածության եւ հաճելի տեսքի համար։ Տղաներս են։ Ես հերարին միշտ ողջ եմ ասում, իմ տղաներն են դրթում, հրում, ասում, այն մեծ տղաց, որ ընդհանրապես մամա հանկարծ արցունք չտեսնեմ։ Դու հերարին կնեղացնես։ Ես չի լինում, մամային։ Մայրը իհարկե, մայրը մնում է մայր։ Տիկին Լուսիա, ես հասկանում եմ իհարկե, որ կյանքալի է դժվարություններով եւ մենք էլ երին մեր ծննդյան առաջին օրվանից փորձում ենք բոլոր տեսակի դժվարությունները հաղթահարել։ Եվ այդ ամենում իհարկե մեզ օգնում են մարդիկ, ովքեր միշտ մեր կողքին են։ Սիրելի բարեկամներ, իսկ նման ազնվորություններից մեկն էլ անկասկած մեր սիրելի Աստղաբանն է, Լուսիա Հակոբյանը, ով իր խորհուրդներով, իր շատ այսպես ինքնատիպ մեկնաբանությամբ մեր կյանքին նոր ուշ, նոր եռանդ է հաղորդում։ Տիկին Լուսիա, շնորհակալ ենք ձեզանից, որ դուք այդպիսին եք։ Դե շատ ասելիք կա, սկսենք երևի լուսնային օրից։ Հա, լուսնային օրից, բայց կուզենամ նախապես միշտ նախ եւ առաջ նամակից բունի մաստին անցնել եմ, միշտ պետք է ասեմ բարձրաձայն։ Մտածում եմ ամեն անգամ հաղորդումից հետո նայում եմ, մի քանի անգամ իմ հաղորդումը նայում եմ ուրիշի աչքով, տեսնեմ որտեղ եմ ճիշտ, որտեղ բաներ կա, որ ժողովրդին ավելի հասանելի լինի։ Ու տեսեք ինչ հարց եմ տալիս, ու տարբեր մարդկանց եմ որ լսում եմ եթերներից, ասենք թե Աստղաբանը տվեց պրոգնոզները, տեղեկատվություն, որ կենթանակերպին ինչ է, հետո լսում եմ բոլորը, բայց չեն անում, շատերը լսում են, շատերը չեն անում ու մինչև անգամ երկրների մասին պատերազմ, երկրաշարժ, ինչ-որ բան է երկրներ, որ խոսում, ամեն անգամ հարց եմ տալի, որ ինչ։ Հիմա ես ասում եմ, Ադրբեջանը եւ Թուրքիան երկնային աղետներ շատ են ունենալու, հատկապես երկրաշարժը ջրհեղեղ, դեր գնալով կշատանա, Ադրբեջանը, հիմնական մուսուլմանական երկրները, ու այն երկրները, որոնք համաստեղությամբ կարիճ են, Թուրքիան էլ կարիճ է, Էրդողանն էլ ձուկ է, գարասկոպով, Հիմա լուսնային հանգույցը ձկան մեջ է, ինքը պետք է իր երկիրը օրենքով ու ճիշտ առանց ագահության, առանց ուրիշ երկրներին վնաս պատճառելու, ապրի, որպես իր երկրին աղետներ, երկնային աղետներ չլինեն։ Բայց ես չեմ կարող այդպես բան ասեմ, որտեղ ոչ ինքը ինձ հարց է տվել, ոչ էլ ես իր հետ խոսում եմ ու ճանաչում եմ ու շատ ղեկավարների։ Այսպես է, բայց բոլոր հզոր երկրների ղեկավարներն էլ ունենում են իրենց խարատատուներ, այսպես ասած։ Հիմա Ռուսաստանի վիճակը դեռ երկար է տևելու, երևի մի 20 տարի։ Կզարմանան, որ ասում են, բայց այդպես է, որտեղ Պլուտոն մոլորակը քանի ջեր հոսում է, որ ամբողջ Ռուսաստանն է, ճահիճ է։ Ու ճահիճն էլ գիտեք լավ բան չի, ոտքը դրեցիր քաշում է։ Հիմա որ մի երկիրը, որ մի պետությունը Ռուսաստանի հետ մոտ եղավ, ինքը իր ճահիճ է գնալու։ Հիմա շատ խելոք երկրներ հեռանում են Իրանից, Ռուսաստանից հեռանում են։ Միայն Մոսկվան է, որպես կենտրոն, Ռուսաստանի, որ ինչ-որ, բայց ընդեղ էլ տերակտներ շատ է լինելու եւ ընդեղ եւ Ամերիկայում, ես էլ կուզենամ ասեմ, որ մի երկրի, յուրաքանչյուր երկրի ղեկավարը քաղաք երկիր, եթե անօրինական փողով, խարդախությամբ, ուժով ղեկավար է ընտրվել, այդ երկրին աղետներ է սպասվում։ Հիմա Հայաստանը աղետ չունի, որտեղ մեր երկրի ղեկավարը, ով ինչ կասի, ես գործ չունեմ, ես ամեն ինչ նայում եմ գարասկոպով, անօրինական չի ընտրվել։ Բայց ինքը ինչ ձևի ուրատանում երկիրը, ինքը ժամանակը ցույց է տալիս, բայց այդքան էլ անկում չի տանում, որ ասում են անկում է տանում, որտեղ էլի այն մյուս երկրները ամեն ինչ անում են, որպեսզի
վատ լինի, որտեղ հատկապես հрьяաները այդ երկիրը իրանք գիտեն, որ եթե հայերին մի քիչ թույլ թողեցիր, ամբողջ աշխարհը կվերցնեն։ Ու եթե հայը հանկարծ վերացավ, աշխարհն էլ կվերանա։ Իրանք գիտեն, որ մենք ոտքի ենք կանգնելու ու մեծ լավ է լինելու, դրա համար իրանք ամեն ինչ անում են, որ հայը կործանվի, ու դա ստացվում է իրանց պես, չնայած մենք չենք կործանվի, այսինքն խայծ է գցում մեր ժողովրդի մեջ ուրիշ ազգերի կողմից, կոնկրետ հрьяան չի անում հայի վրա, ուրիշ ազգերի կողմից, այդ թաթար ռուսներն են, չեմ էլ թաքցնում, որտեղ գարասկոպով երևացել է, որ ինչա, ու այս պարակտումներն իրար մեջ, այս սպանությունները, ինքնասպանությունները, խարդախությունը, հիմա ամեն երկրորդ ընտանիք, եւ ուզում եմ ասեմ անպայման, խաղամոլություն կա, խաղամոլություն, թմրամոլություն ու այլասերվածություն։ Ամեն երկրորդ ընտանիք, որը բերում ընտանիքների կործանման, որտեղ ընտանիքը կործանվում է, այդտեղ երկիրը փլվում է, ու դա ստացվում է։ Եվ անբարոյականությունը, դավաճանությունները, թե կին, թե տղամարդ շատ է, երեխաները չեն լսում ծնողներին, ինչ ասես անում են, 12-13 մինչև 18 տարեկան, ու շատ լավ կլինի, որ մեր տղաները նաև աղջիկները ծառայեն, բանակում շատ լավ կլինի, որ կոփվեն ու խիստ լինեն այնտեղ, որ տղամարդ ձևավորեն, ոչ թե փողով ազատվեն, ու ոչ մի նախարարի երեխա չպետք է ազատվի, պետք է բոլորը ծառայեն, որտեղ բանակը բոլորի համար պետք է լինի։ Բոլորի, պետք է բոլորը ծառայեն ու շատ խիստ։ Սա պետք է լինի։ Հիմա ամսի 10-ից արդեն սկսվում է Յուպիտեր մոլորակը, չնայած ամսի 8-ից է, բայց ես մի 2 օր ավել եմ ասում, որտեղ դե 0 աստիճաններ կա։ Արդեն սկսվում է սահմանների, ընտանիքների, բնակարանների, կենցաղային, այն մարդիկ, որքեր չեն ամուսնացել, վերջապես կամուսնանան, բայց դա չի նշանակում, որ ասել են բոլորը պետք է ամուսնանան։ Այդ շրջանն է, հիմա հնարավորություն է շատ տրված ընտանիք ստեղծելու։ Այն զույգերը, որոնց մեջ բախումներ կա, դրանք պետք է կարգավորվեն, որպես ընտանիքը չքանդվի։ Երեխաները, ովքեր չեն ունեցել, կունենան, սա էլի բոլորին չի վերաբերում, սա անհատական ուղղակի շրջանն է, այդպեսի շրջան գնում։ Եթե աղջիկ տղան անուն են դնում դիմացինին, այդ արդեն անբարտավանությունը, դա մեր ազգի օժիտն է։ Հիմա լուսնային օրի մասին հա Լուսինը կարիճում է այսօր, թունավոր լուսինը համարվում, սև լուսինն էլ է կարիճում, այսօր կարևոր օր է համարվում ինչ առումով, այդ մոգություն, հանցագործություն, նարկոմանիա։ Թմրամոլությունը, դրանք հիմա գնալով շատանում են հենց այսօրվանից, բայց այսօրվա օրը կրակ է վահանն է, որ մարդիկ կարողանան իրենց պաշտպանել այդ վատեկող էներգիաներից, այդ մարդիկ են, որ հանկարծ չընկնեն ազդեցության տակ, հատկապես երեխեքը։ Որտեւ երեխաները այդ անդուր շրջանը դեռ չի վերջացել, մինչև հունիսի 20-ը կտևի դա, որ զգուշ մնան կողություններ, հիվանդություններ ու այդ երեխաներին չգայթակղեն եւ թմրամոլության եւ սեքսուալ առումով, որտեւ սա էլ կա։ Ուղղակի սեքսուալ առումով, չգիտեմ ինչ են անհարմար զգում, չեն բարձրացնում։ Որտեւ դա կա, այդ հոմոսեքսուալիզմը գիտենք որ կա ու այդ էլ է շատ տարածված, որը ինֆեկցիաներ է բերում, վարակներ է բերում։ Ու արյանն է կպնում։ Շատ լուրջ խորհուրդ ունի այսօրվա խորհուրդը։ Այսօրը լաբիրինթոսն է համարվում, լուսինը 13-14 օրեկան, ես այս 2 օրն էլ կասեմ, որտեղ մարդ ինքը պետք է հաղթահարի եւ ամեն դժվարություն հենց ինքը մինատավրն է։ Աստրալի զորքերը մարտնչման օրը համարվում, ամենից հզոր օրն է համարվում, ամբողջ լուսնային նշաններից, ամենից հզոր օրն է համարվում։ Այսօրվա ծնված մարդիկ գաղտնիքներ են սիրում, միան պատրաստված մարդը կարող է բացել այսօրվա գաղտնիքները, սա արդեն են ակուլտիզմին է վերաբերում, ինչ-որ մի բան միտեղ պահելու գաղտնիք չի, ինչ-որ գաղտնիքներ կան, տեզերքի հետ կապված, օրենքներ կան, որոնք մարդիկ կբացեն, ասենք համարյա
երրորդ աչքի բացում համերա։ Չնայած երրորդ աչքից բոլորին ուրիշ եմ ասում, որը հարկավոր է շատ զգույշ լինել, ուշադիր յուրաքանչյուր գործում, հարկավոր է պրակտիկա ձեռք բերել, որոշ մաքրման գործողություններ անել, հատկապես աստրալը մաքրելու, դա աղոթքների ու մոգական գործողություններ արվել, մոգությունը ամեն անգամ կրկնում եմ, եկեք այդքան վատով չնայեն։ Մոգ մակ, ռուսերեն մակ, մագնիսն է, ձգողականությունն է, կախարդությունը մագնիս է, կանչում է, վերև ներքև իրար հետ, ձգում է մարդկանց, լավը կտաս, լավը կգա, վատը կգա, վատը կտաս, վատը կգա, ու բոլորի ձեռքի այդ մագնիսը կա, մենք սենց շարժում ենք, իրար ձգում ենք լավին վատին, պլուս մինուսն է, տրական ու բացասական է, այսօր էլ հենց այդ օրն է, որ յուրաքանչյուր մարդ ինքը պետք է զգա, որ այս գործողությունը լավ չի, թե չկգնի այդ վատ մագնիսը կքաշիրան կմտնի մեջը, էլ դուրս չկա, ու կսկսվի հիվանդությունները։ Հիվանդություններ հիմա շատ են հատկապես սրտի հետ կապված, անոթների, որտեղ այնտեղ Սատուրնը խոյում է դա ճնշման տատանողություններ կտա, կիշնի կբարձրանա, դրա համար հետևողական եղեք ու ձեր տեղերը խմեք։ Ավելի լավ է հասարակության մեջ չլինել, բնության գրկում լինել, որտեղ հասարակությունը զայրացած ու անհանգիստ ու անորոշ վիճակումը կատաղած են սաղ կատաղած են, մեկը չի ժպտում։ Բնության գիր, թող հավաքվեն ընտանիքներով գնան անտառ մաքրեն։ Անենց հետաքրքիր կլինի, այնքան հետաքրքիր, անտառը այնքան են կեղտոտել ապական, ինչ ասես գցել են անտառներում։ Մոգական բայց շատ լուրջ մաքուր պետք է պատրաստվել, երբ մարդ ոչինչ չգիտի կամ գիտի, բայց չի մաքրվում, թող ոչ մի բանով էլ նա չզբաղվի լուրջ գործերով, ամեն ինչ չգիտեն մարդիկ, որոնք տեղյակ չեն այս գործողություններին, հարկավոր չէ ծանրաբեռնվել և ոչ մի սուր կտրող գործիքներ չվերցնեն իրենց ձեռքը, որ չկտրտեն իրենց, մինչև անգամ հացը դանակով չկտրեք, ու ձերքով ավելի ճիշտ է, որ ձերքով կտրում ես փայ ես տալիս, այնքան լավ է, կտրի, ես քեզ, այնքան լավ է, դա հնում էլ կար, հնում ինչ կար, ամեն ինչ լավ էր, դրա համար մահերը քիչ էր, երկարակեցություն կար, մարդիկ ժպիտ ունեն, երեխաներ էին ունեն լիքը, չէին նայում, կարամ պահեմ, չեմ կարա պահեմ, լույս չկար, ոչ մի բան չկար, երեխեքը կային, այդքան տեխնիկա չկար, հիմա ծուլացել է կինը, ամեն ինչը կնոպկայով է, լվացքի մեքենաները, աման լվանալ, ամեն ինչը, ու մոռացել են դաստիարակություն, մարդկություն, դա շատ վատ բան է, ախր երեխեքի վրա սերունդ է, վտանգի միջատների, զգուշացում վտանգները միջատներին չկպչել և չսատկացնել, ծնված օրը, այսօրվա ծնված մարդիկ անկախատեսել են, անձնավորություններ են, նրանց հետ հաճախակի են տհաճ դեպքեր պատահում, այդ մարդկանց հաճախակի կծում են շներն ու մեղուները, մինչև անգամ կով կարա կծի, օրը լավ է անոթի մնալ, օրվա քարնել օպալն է։ Վեներան հիմա մտավ արդեն հորդ, գեղեցիկ սիրուն շրջան է, նաև խանդի։ Խանդերը շատ են, ես շատերին եմ ասում, հատկապես այն մարդկանց, ում Վեներան հորդում է գտնում, ասեմ դու մեկ տանը ժողով արա ու քո ժողովը թող լինի խոհանոցում, ու խոհանոցը շատ լավ կլինի, եթե մարդիկ իրանց խոհանոցը կոմֆորտն է, գեղեցիկ խոհանոց հանեն, ուղղակի սեղանաթուր չդնեն ու գազօջախ, ընդեղ ամաները լիքը շարը, գեղեցիկ լինի, սենյակի նման լինի, և խոհանոցում զրուցելը շատ լավ է։ Թեկուզ մի բաժակ ջուր տնեն իրենց առջև։ Պարզ է։ 14 օրեկանին էլ ես 2 օրը միասին եմ ասում, Յուպիտերը վերջապես մտավ խեցգետին, հիմա ամսի 20-ից հետո Մարսը կլինի կույս համաստեղությունում, այս ինչ որ հիմա կատարում է կմեղմանա։ Եվ այն քնած հիվանդություններ կան կարթնանան, շրջան եմ ասում ինչպիսին է, դեղագործություն, իմիջալուց այս տարի այդ ձեզ էլ խորհուրդ կտայի, որ հիմա ոչ թե այդքան շատ օգտագործեք այդ կոճակները, դեղերը, այլ հեքիմական բժշկություններն ավելի տեղին են։ Խոտաբույսերը, այդ մասաժներով, այդ ժողովրդական բժշկությանը մեզ ժողովրդական, հա,
Հեքիմական ու ժողովրդական բժշկությունը հիմա ամբողջ տարին է տենց լինելու, որտեղ հիմա այդ լուսնային հանգույցը ցկան մեջ է, հակառակը կույսն է։ Հենց ամսի 20-ից հունիսի 20-ից հետո արդեն կսկսվի աշխատել այդ բժշկական, ովքեր հիմա բուժվում են դրանցով, արդեն իր գործողությունը կարվի, ու այս լարված վիճակի երեխաների հետ կապված վթարների մի կմեղվանա մի քիչ։ Ուղղակի համբերատար է պետք, դե կույսն էլ ամեն ինչը դանդաղ է տանում, արագ տեմպ չկա, որովհետեւ լուրջ գործ, միջև անգամ բիզնես ու տարածքի հետ կապված, եթե ուզում է մեկ ինչ-որ մի բան անի, 7 անգամ պետք է չափի, նոր կտրի, նոր անի։ Միանգամից պահիտակ որոշումներ չանի, որտեղ այնտեղ մեծ մոլորակներ կան, ֆինանսական, խոշոր ֆինանսների հետ կապված խաբեություններ կա, բանկերն էլ այդ ինտերնետում ինչ գրում է ֆինանսների հետ կապված շատ բաներ մի հավատեք, որտեղ խաբեություն ահավոր է գնում, գողություններ կլինեն գումարների հետ կապված, որը շեփորն է, լուսնային օրով եմ ասում, ճշգրիտ հիմնավորված ինֆորմացիաների օրը համարվում, հիմա էլ գիտենք, որ ինտերնետը տարածված ամեն անհետեթությամբ, ով ինչ ասես պարապությունից գրում է, ես ուզում եմ մի բան ասել, այդ Ռուսաստանի վիճակը քանի որ լավ չի, սով ընդեղից է սկսվելու, սով կարող է լինի, չի բացառվում, դրա համար էլ մեզ մոտ չի լինի, մենք այն սովը տեսել ենք մութ-ցուրտ տարիներին, բայց մեր կանայք զակատել էին անում, հարսանիքել էին անում, վերմակել էին կարում, մենք սովոր ենք արդեն դրան, բայց հիմա է լավ կլինի այդ բամբասկոտության ու այդ ինտերնետ մտնելու հիմարություններ կարդալու, գրելու, տարածելու, գնացեք զակատարեք, ամեն ինչ էլ կա, ամեն մի փոքր բանը զակատարեք, որ զբաղված լինեն։ Պարզ է։ Հետո Եթե որևիցե ինֆորմացիա հստակ չգիտեք, մի տարածեք, ենթադրություններ մի արեք, ու ով մասնակից չի, թոքիթը չխոտի ոչ մի տեղ։ Եթե դու տանտիկին ես միայն խոհարարես, գլուխդ մցրու միայն խոհարարության մեջ, լվացկանող ես միայն դահարա, ու գիր գրականություն, որտեղ ինտերնետից, եթե դու ընտեղ ինֆորմացիա գրագետ չես իմանում, ոչ խաղերա քեզ հարկավոր, ոչ էլ հիմար տիկտոկների բաները։ Ու եթե դու գիր կարդաս ամբողջ օրը, քո երեխան էլ կտեսնի, ինքն էլ կկարդա։ Հիմա էլ այնքան սիրուն գրքեր են տպում։ Քանդողաստիճանում է հիմա գտնվում, լուրջ օր է համարվում, ես վաղվանից է սկսվում արդեն, ամսի 9-ից է սկսվելու։ Սկսած գործը կատարվելիք է, եթե բաց եք թողնում, բաց կթողնեք ամբողջ ամիսը։ Աղոթքի նստեք, բայց ոչ այդքան երկար։ Տերունական աղոթք անեք, դա արդեն բավական է ձեզ։ Հեղուկ օգտագործեք, հարկավոր չէ օրգանիզմը, այդ խողովակը պետք է մաքրվի։ Ամբողջ օրգանիզմի մեջ խողովակներ կան։ Աղիներն էլ է խողովակներ, պետք է մաքրվի, դա հեղուկով։ Այնքան աշխատող է, ես շատ փորձել եմ, եթե ձեռքը դնեք սովորական բաժակ ջրին, 100 մերն ասեք, մի 3 անգամ ասեք, մեկ անգամ էլ հավատով ասեք, ինքը արդեն էներգիա է ստանում դրական, այդ կարակ խմեք, կարակ լվացվեք եւ աղով շատ լողացեք, շատ եմ դա ասում, որպեսզի բացասական էներգիան մաքրվի ձեր վրայից։ Շատերի մոտ կբացվի 3-րդ աչքը, այսօրը թախիծի, լացի, հուզվելու մելանխոլիկ վիճակում են գտնվում մարդիկ, հայլուն հարկավոր չի նայել, ֆիզիկական աշխատանք կատարեք, օրվա ծնված մարդիկ ընդունակ են դիմակավորվելու խորամանկ են լինում։ Հիմա խորամանկությունը շատ է, այսքան։ Լուսնային օրվա մասին այսքան է։ Ես պիտի ասեմ, որ հմայլ երևույթի մասին են հիմա շատ խոսում։ Հմայլը։ Այո, դա ինչ է իրենից ներկայացնում։ Միգուցե բացեք փակագծերը։ Այո։ Դա շատ վաղուց եղած է, ես ասել եմ, որ մենք հայերս չունենք մագիա, բայց մեր եղել է հմայլ հուրութը, այդ հուրութը Եգիպտոսում շատ հնից բզեզ է, ինչ-որ մի տեսականուն ունի դժվար, որ այդ բզեզի կերպով իրանք հուրութներ են պատրաստել, դա անմահությանն է, բայց ամեն մարդ չի կարա հիմա գնա սարքի դրանից, որտեղ դու պետք է աշխատես քո վրա, դու պետք է պատրաստված լինես, ամենքին չի տրված դա։ Ես հմայլի մասին գրել եմ, որովհետև ինձ էլ են շատ այդ հարցերը տալիս, հմայլ բառը ծագում է պահլավերեն,
Հումար թարգմանությունը օրհնյալ բառից է նշանակում։ Գրչագիրներ իրենք էլ համարել են հմայագրերի ժողովածու եղել, Կիպրանոսն էլ ունեցել, Նարեկացին էլ ունեցել, Մատենադարանում էլ կա հմայել, ես որոշել եմ գնամ հիմա նայեմ, գնամ մի հատ էլ ծանոթանամ, այդտեղ բավականին աղոթքներ կա, այդ հմայելներ աղոթքները լինում է 7-ից 10 մետր։ Ինքը փաթաթած, տենցավ տեղանթատ աղոթքներ կա ու ձախից աչ են գրել, հետո աչից տակ, ցենց խաչերի նման է լինում։ Ունեցել են հմայելներ, հուրուտքներ, առարկաներին, որոնք մոգական ուժ են վերագրվում, որոնց դրանց կրողները երջանկություն եւ հարստություն են պարգևել, պահապան եւ կորուստներից ու դժբախտություններից։ Դրանք հնագույն ժամանակներից լայն տարածում են ունեցել աշխարհի գրեթե բոլոր ազգերի ու ժողովուրդների մոտ, եգիպտացիների, բաբելոնը, ասորիները, փյունիկցիք, միջև անգամ հրեաներն ու արաբները, բոլորը աշխարհի բոլոր երկրները ունեցել են։ Այս որ հիմա սուտի-փուտի թալիսմաններ են սարքում, դրանք ուժ չունեն։ Մի պուճուր բանել, երկաթի կտուր, քարի կտուր, փայտի կտուր կարան ինչ-որ սենց բաներ անեն, հիմա աստղաբաններ էլ կան, որ անում են վաճառում, ես ասել եմ, հիմա ով ինչ անում է փող աշխատում, դա այդքան ուժ չունի, դու ակ ենքան ես հավատում ներշնչում, որ ինքեզ օգնելու օգնում է, իրբեր ժամանակավոր։ Բայց իրականում ուժ չկա։ Ես չեմ տեսնում ուժ, որտեվ այդ մարդիկ, ովքեր դրանք պատրաստում են, դրանք այդքան այդ մասնագետը չեն։ Այդ մասնագետը չեն, դա մեծ երկար գործողություն է պահանջում։ Հմայելների առաջին օրինակները եղել են եգիպտացիների համար, որոնք պատրաստվել են կոյաբզեսը, այս բզեսն է, տեսեք։ Այդ կրողները տեղական հավատալիքների համաձայն անմահություն են ստացել։ Դիցաբանության մեջ ծագող արևի աստծո խեպի կապի շնորհիվ է եղել։ Հմայելները պատրաստվել են տարբեր քարատեսակներից կամ ջրապատ կավից։ Այս կավինը շատ ուժեղ է, որտեղ կավը շնչում է։ Ձերքերիդ հետ, մատներիդ հետ, որ խաղում ես, ամբողջ քո էներգիան գալիս է, դրա համար կավագործները հետաքրքիր մարդիկ են, իրանք շատ խորը մարդիկ են։ Շատ հետաքրքիր են կավը, այդ կուժերը, որ սարքել են։ Տեսել եք, չէ՞ ոնց է պատտվում, ինքը կավով խաղում է, կավը հետ խոսում է։ Հետաքրքիր բան է, դա շատ ու դրա մեջի ճաշերը համով են, իրոք համով են ճաշերը դրա, բնական է, կավից ներքին մասում հատեղ գրություններ են ունեցել, հիմնականում մեռյալների գրքից է համարվել, մահացածների զմսման ընթացքում դրանք դրվել են սրտի փոխարեն։ Հիմա այդ թալիսմանները, որ սենց սարքում են ու վաճառում են, որ մեկի վրա է աղոթք գրված։ Ես չեմ տեսել այդպես բան։ Երկաթի կտորներ են անում, ասում են, ես քեզ պետք է բերի լավ։ Ես չեմ տեսել այդպես բան։ Իրոք չեմ տեսել, որտեղ հարցնում եմ, հետաքրքրվում եմ։ Հայ իրականության մեջ բազմատեսակ քուրուտների կողքին կան գրավոր աղոթքներ ու անեծքներ պարունակող, մենք էլ շատ ուժեղ անեծքներ ենք, անեծք հայանք։ Այն որ ասում են, ես քո Տերը, ես քո Տիրոջ, Տերը այդ Աստված է, այդ արդեն անեծք է գնում, առանց հասկանալու խոսում են էլի։ Հաճախ նկարազարդ հմայագրերի ժողովածուներ կամ հմայելներ, դրանք ժապավենաձև են եղել, այդ փաթաթված, ասեցի, բավականին երկար են եղել, փաթեթը իր գալարներով հարում է հնագույն մոգական փորձին, որի այդ ձևով փաթաթված աղոթքը կամ անեծքը արտաքին ազդեցությունների չի ենթարկվում, դրանով իսկ մեծ ուժ է ձեռք բերում։ Հին հիշատակարանում ասվում էր, այսա ես ուզում եմ կարդամ, որտեղ սա Մատենադարանից կա, սա։ Գրեցի այս սուրբ, այդ հմայելի մեջ է գրված սա։ Գրեցի այս սուրբ պահպանության գիրը, որ կոչվում է հմայել, ինչը անպատե անուն է, տգիտաբար հմայել անվանում են քանզի հեմ, ասել է կախարդ։ Գիտի և նրա ստեղծած գիրը կոչում է հմայել, այսինքն
Հեմայի ստեղծած կամ գրած իմ գրածը այդպիսին չէ, այլ զերծ է եւ մաքուր ամեն տեսակի կախարդական երևույթներից։ Այն պարունակում է մեր սուրբ եւ երջանիկ վարդապետների սուրբ գրքի նարեկացու հրեշտակակրոն վարդապետների, նաև Սուրբ Ներսես Կլայեցի շնորհալի եւ երջանիկ հայրապետի մաղթանքների ու աղոթքները, որոնց ապավինելով ստեղծենք այս պահպանության գիրը դևերին հալածելու եւ բոլոր ցավերը փարատելու համար։ Լինում է գրվածը լինում աչից ցախ եւ միասույն ցախից աչ թեք խաչվող տողերով, դա կանոն է, որտեղ պահվում է հայ գրի բոլոր տեսակները։ Հիմա այս թալիսմանները, որ սարքում են, այդ քահանաներն իրանք հայրերն են մեր, որ այս կնանիկ թալիսմաններ են սարքում ու վաճառում։ Տղաներ էլ կան, որ անում են։ Իմիջիալոց հիմա քանի որ այդ եւ Սատուրնը եւ լուսնային հանգույցները ծուկ եւ կույս են, հոգեվոր դաշտում շատ բախումներ շատ է սպասվում։ Շատ իրար մեջ պարակտում կգնա եւ բացահայտում գնա կեղծիքների։ Այդ միայն Հայաստանում չի, դե որ մենք փոքր ենք ու այդքան գոռում ենք առաջի քրիստոնյա երկիր, այ մարդեն կերևա իսկականին ու եկեղեցուն մենք չենք կպնում, նա վարչապետն է չի կպնում, էդ էլ ես չեմ կարող ասա չասեմ, որ սխալ բաներ են անում քանդելու, ինքը հավատքով մարդ է, Աստվածաշունչն էլ ձեռքի տակ, ինքը քահանաների մասին է խոսքը, նույն էլ ես եմ ասում, որտեվ ես էլ եմ շատ ականատես եղել ու շատ եմ գնում խոնարհված եկեղեցիներ, լքված եկեղեցիներ, շրջաններում ու տեսնում եմ իրոք այնտեղ չգիտեմ այդ ինչ եկեղեցի, որի ինչ ասես աղբակույտերը լցրած է, փոխանակավակ են։ Եթե շին աղբա դու դրսում լցնեմ, բայց եկեղեցում ինչ չի կարել այդպես բաներ։ Այնտեղ ամեն մի պատը, հատկապես այդ խոնարհված եկեղեցին, որտեղ կա մասունք, սրբություն է։ Դու պատերին, քարերին կպնում ես տաքություն ես, մտնում ես ինչ-որ եկեղեցի զորություն ես զգում, այնտեղ տեսնում ես ինչ-որ բաներ։ Դե եկեղեցին մաքուր պահեն համարվում Աստծո տուն։ Կարող է լինել 5-ից 7 մետր, մինչև անգամ 10 մետր, լինում ամենաերկարը 27 մետր է եղել նաև, որը պահվում է Ֆրանսիայի ազգային գրադարանում, նաև առանձնանում է նոր ճյուղում գրված հմայելները։ Հիմա մի բան, տեսեք մի քիչ հրաշք բաներ ունենք, զորություն։ Ինչ գործ ունի Ֆրանսիայի գրադարանում։ Մենք այնքան լիքը լավ բաներ ունենք մշակույթը, մեր հայերը շատ բան, բայց ինչի մենք մերը չենք պահում։ Նույն էլ ադրբեջանցին, տեսեք ալիվ ասում են չարի վերջին էման, էսարնիմն այն ծառնիմն ամեն ինչ իրանն է, բա մենք ինչ ունենք։ Ինչի մենք մերը չենք պահում, մենք ոչ մի բան մերը տալիս ենք ուրիշին։ Այստեղ մենակ տան վրա ենք դողում, ուրիշի տան վրա ու թալանում ուրիշի գրպան ու ժողովրդից թալանում։ Հիմա այդ թալանչիները վերջանում են, իրանց շրջանը սկսվեց ու հերթով հատկապես կույսերին ծանր հիվանդություններ է սպասվում, այն կույսերին, ովքեր որ խարդախություն են արել, եւ կույսերին, եւ հետո ձկների մոտ է սկսելու, հետո տղամարդ աղեղնավորների մոտ է սկսվելու, ովքեր որ կեղծիքն են արել, փաստաթղթերի կեղծում, թալանել, հետո շատ աղեղնավորների միջալոց խաղամոլներ են լինում ու դավաճաններ են լինում։ Այդ ամեն ինչը կբացվի ու ընտանիքներում խնդիրներ կլինի, դրա համար հենց այսօրվանից, քանի որ լուսինը հիմա գտնվում է կարիճ համաստեղություն եւ սև լուսնի հետ է գնում, դեռ 9 ամիս է տևելու, սթափվեք, ինքներդ ձեզ հարց տվեք, որտեղ եմ ես սխալ բաները մի ասեք լավ եմ անում, ճիշտ եմ անում, որտեղ այդպես եմ ուզում, այդ լավաները վերևի են քար ուժեղ կընկնի ձեր գլխին։ Հասկանալի է, Տիկին Լուսիա, եւ մեր ունկնդիրները հաճախ խոսում են կնոջ դերի նշանակության մասին ընտանիքներում, մեր կյանքում առհասարակ, այդ մասին ինչ որ նոր բան կարող եք ասել։ Տղան ծնված օրվանից մորը շատ է կպած, այդպես է միշտ։ Հատկապես հայ ընտանիքներում։ Հատկապես հայ ընտանիքներում, որտեղ տղան ընդհանրապես տղամարդ կոտկատեղից վերև են, ես ասել եմ, չի դրա համար ենք ասում մի մարմին, մարդուկին մի մարմին, կոտկատեղից ներքև կինը տենց ստեղծեց Արարիչը։ Դրա համար համարվում են կիսամարդ։ Շատ կպած է հասունացման տարիքից ձգտումը պոկվել։
Եվ այտենց ես sense մի փոքրիկ վիդեոներ եմ տեսնում, որ երեխան ծնվում է, մաման բուլավ կավ, պորտալները կպցնում է իրեն։ Ու անդադ այդ տղան ուզում է պոկվի, աղջիկա տեսնում, որ սիրարվի, մաման էլի պորտալները քաշում է իրան։ Ուզում է գնա միտեղ սովոր աշխատի, մաման քաշում է իրան։ Այնքան միջև ծերանում է մաման, թուլացել է արդեն։ Հետո մաման մահանում է, պորտալները կտրվում է, այս տղան էլ է մահանում արդեն։ Ոչ ընտանիք ունի, ոչ ընկեր, ոչ մի բան։ Սա հայկական չի, սա ընդհանուր տարածված է, այսինքն սա բոլոր տղամարդկանց է վերաբերում, բոլոր մամաներին, իսկ մեր մոտ առավել եւս։ Դա չի նշանակում, որ չի սիրում, ինքնուրույն է ուզում։ Մայրը պետք է ասի քեզ հոր հետ կոնկրետ, որ շփում լինի հոր հետ, ես ասել եմ ախր, երեխային դաստիարակում է հայրը, մաման տալիս է սեր։ Այդ սխալ է, որ ասում են մամանը, մաման չի դաստիարակում, մամայի պահվածքով է դա լինում, ու հայրը պետք է դաստիարակի, 3-ից 6 տարեկան երեխան ծանոթանում է իր մարմնի հետ։ Ինքը կարա մերկանա, ինքը կարա տենց մի քիչ ոչ սիրուն նստի, որտեղ ինքը չի հասկանում ամոթն ինչ բան է, մարմնի ծանոթանում է, գժություններ անում, խնդություններ անում, բայց անկարգ երեխեք չկան, դա իրանց էներգիան է։ Մաման է իր կամքը թելադրում երեխային, նստի մի շարժվի, այս կեր, երեխան չի ուզում ես ինչ մի բան ուտի, մաման գոռում ասում է կեր, ինքը չի ուզում ուտի։ Մաման է թելադրում, որտեղ այդ օրգանիզմը ինքը չի ուզում դա, նույն էլ երեխեքին, որ դեղ են տալ ինքը չի խմում, այդտեղն իրա վրան չի ազդելու։ Մինչև 12 տարեկանն է դա։ Գործերի անհաջողությունը մորն է մեղադրում, եթե մի բան ինչ-որ սխալ է լինում տղայի մոտ, մոր կողքից իշխանություն է տեսնում, մայրը շատ պետք է գովի, հայրը մորը վիրավորել բացարձակ չի կարելի հատկապես երեխաների մոտ, ու կեսուր մամաներն էլ աշխատեք ձեր հարցներին երեխեքի մոտ չվիրավորել, չկարգադրել, հարցները ստրուկ չեն այդ ընտանիքում, ճիշտ է ինքը տան անդամը, բայց տանտեր չի համարվում հարցը, որ գալիս է, բայց այդ գազոջախի առաջ տենցենից ասում ենք միայն մի հոգի պետք է կանգնի, բայց հիմա մի քիչ փոխվել է ժամանակները, թող կեսուրը նստի հարցը էփի, այնքան լավ կլինի։ Երկուսն էլ գող կլինեն։ Ու միասին էլ կոֆե խմեն։ Կնոջը մոր հեղինակությունը երբեք մի գցեք ընտանիքում։ Կինը երեխաներ պետք է ունենա, ճաշ էփի, բայց հիմա փոխվել է, բայց ճիշտը սա է, տենց է ստեղծված։ Լվաց քանի, որը ձեռքով չի, գրագետ լինի։ Տատիկները հեքիաթ պետք է պատմեն, թոր դաստիարակեն։ Ջանով, հեքիաթներով, իրենց անցյալից պատմելով, դրա համար թորները շատ են տատիկներին կպնում, որովհետև գիտեն իրանք ամեն ինչ իրենց կարելի է։ Տղամարդիկ հարգեն ու մեծարեն ու գիտելիք ու կրթություն ունենան եւ դա տան ու դասատուներին էլ հարգեն։ Սա պետք է ծնողներ երեխեքին սովորացնեն, որ դու դասատուներին պետք է հարգեք անպայման, դուքով խոսեք, երեխեքան դասատուով են խոսում։ Տղայի հետ կիսվին, ծնողները պետք է կիսվեն տղայի հետ, թող արտահայտվի, վեճերը մոր հետ ներքին կոնֆլիկտներ է դա հաստատվելու համար է դա լինում, ազատությունը հարկավոր, մայրական սերը շատ հզոր է, մոր զոհաբերությունը տղայի համար վատ վիճակի մեջ է գցում։ Որտեղ տղան էլ տեսնում, որ մաման հիվանդ է, լավ չի զգում, արդեն ինքը վատ է լինում։ Իրեն մեղավոր է զգում տղան, որքան մայր ուրախ լինի, տղան այնքան մոր հետ իրեն լավ կզգա։ Սերը արհեստ է, որը գործողություն է, սերը հարգանք է, բոլորս ենք դրան արժանի։ Այս ինձ իմ օրինակով եմ, ես մի սիրում եմ իմ օրինակով վերեմ, որ այդքան չնեղվեն մարդիկ։ Այս իմ տղայի կորուստը ես ասել եմ, ինքը գործողման է գնացել, ես չպետք է տխրեմ, որտեղ մեր ընտանիքում տխրություն, վեճեր, լաց, իրարից բարձր գոռալ չի եղել այդպես բան։ Ու ես իմ տղային միշտ տեսել եմ ժպիտով, ու իրան նկարնել է ժպիտով, ինքը միշտ ժպտում է։ Այդպես կմնա իմ մեջ, միշտ ու շատ իր մեջ այդ բանը կմնա։ Ես կուզենամ, որ բոլորը հատկապես այն մայրերը, ովքեր երեխաներ են կորցրել, զավակները, թող իրանց երեխեքի լավ բաները հիշեն,
լավ բաներ հիշեն, լավ պայեր հիշեն, ժպիտը հիշեն, այն մանկությունը, որ փոքրուց մեծացել, գրկել, գուրգուրել, պատշի կարել, տակը փոխել են, բայց մի զայրացեք, թող երեխեք ազատ մեծանան։ Ինչքան արգելեցիր, այնքան ինքը թաքուն բաներ կանի, ինչքան երեխային ծեծեցիր, իր մեջ վախը արթնանում, ծեծվող երեխեն կոմպլեքսավորված է մեծանում։ Չնայած Ջիվանին ասում էր, ապտակով ծնված երեխեն է, այդ սնված երեխեն է լավ լինում, բայց ապտակը դա չափալախը չի, դա խրատն է։ Խրատ տվեք ձեր երեխեքին ու մամաներ, պապաներ իրար հետ լավ վարվեք։ Ձեր ընտանիքում, եթե մեծ ասակներ կան, հարգանքով մտածեք, որ այդ երեխեքը տեսնեն ու դա սովորեն։ Եվ Տիկին Լուսիա, շնորհակալ եմ այսօրվա համար, շատ խորը մտքեր արտահայտեցիք եւ պիտի ասեմ, որ այսօր շատ ուսուցողական հանդիպում էր։ Շնորհակալ եմ։ Աստված լսի, ասա լսեն ու անեն, որ ընտանիքներ չկործանվի հայոց։ Այո։ Սերի բարեկամներ, աստղաբան, հոգեբան, մեր շատ սիրելի Լուսիա Հակոբյանն էր հերթական անգամ Փակ TV տաղավարում։ Մի տաղավար, որտեղ ամեն կիրակի դուք սպասում եք մեր շատ սիրելի Տիկին Լուսիային, լսեք եւ ճիշտ հետեւություններ արեք։ Այսօր այսքանը։ Ցտեսություն։